Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտում արձադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու AFL Winter Cup-ի ձմեռային գավաթի երկրորդ տուրի Celta Tottenham խաղի ընթացքին ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են մարտական կազմերով, մոտեցել են բարձր տրամադրությամբ, հաղթական տրամադրվածությամբ և այսօր կանեն ամեն ինչ, որպեսզի այսօրվա ֆուտբոլային երեկոն ավարտեն հաղթական տրամադրությամբ Խաղը մեկնարկում է Celta Tottenham Այո կարևոր հանդիպում երկու թիմերի համար էլ առհասարակ ինքը Winter Cup-ը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլիստների շրջանում ֆուտբոլիստները բավականին անհամբերությամբ սպասում էին մրցաշարի մեկնարկին և արդեն ավարտվել է առաջին տուրը, մեկնարկել է այսօր երկրորդ տուրը Տեսնեք ինչ ընթացք ունենա Celta Tottenham հանդիպումը, այս պահին եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերի, որից հետո էլ արդեն կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Celta-ից համար 4 Ավետիս Դուրգարյան, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 11 Գարիկ Սենե Քերիմյանն նա թիմի ավագն է, համար 12 Դավիթ Հարությունյան, համար 17 Արամ Ենգիբարյան, համար 22 Սուրեն Կարապետյան, համար 23 Սուրեն Ղուկասյան, Համար 77 Հարություն Բոքսյան և համար 90 Տիգրան Այդինյան Տոտենհեմ համար 4 Գոր Բադալյան, համար 6 Ալեքսանդր Սարգսյան, համար 7 Արտուր Թադևոսյան, հարված փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, համար 9 Արամ Եսայան, համար 10 Վարդան Մկրտչյան, համար 14 Սեմյոն Մուրադյան, համար 15 Հովանես Խուրշուդյան, համար 16 Սարգիս Շավարշյան և համար 23 Գոր Սարգսյան։ Գնդակով Տոտենհեմի ֆուտբոլիստներն են։ Անհաջող Գրոյի փորձը Սենե Քերիմյանը հնարավորություն է ստանում շարժվելու առաջ կենտրոնով։ Փոխանցում վտանգավոր դրություն կարող է ստացվել, հարված։ Չեզոքացնում է սպառնալիքը Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Փոխանցում, հարված և դարպասապահ հրաշալի է խաղում և փրկում դրությունը Առաջին տուրում Տոտենհեմը 6-2 հաշվով հաղթել է Մալաթիա Երևանին Իսկ Celta-ն վտանգավոր դրություն էր Celta-ն պարտվել է առաջին տուրում Տոտենհեմն է գնդակով Տեսնեք ինչպես կզարգացնեն այս գրոհը Փորձում է խապ ստալ, բայց Celta-ի պաշտպանները խլում են գնդակը և աչազրով փորձում զարգացնել իրենց
հերթական հակագրոհը, բայց Գորբադալյանը իր բարձունքների վրա էր և հիմա տեսնենք Տոտենհեմի գրոհը, որը պսակվում է անհաջողությամբ։ Եվ հարված Սելտայի դարպասից։ Չեն շտապում Սելտայի ֆուտբոլիստները։ Անհաջող փոխանցում էր և անկյունային հարվածի իրավունք են վաստակում Տոտենհեմի խաղացողները։ Այո, սխալվեց Սելտայի պաշտպանը։ Տեսնենք, փոխանցում։ Հարված, բարձր են տանում հարվածը։ Այո, երկու թիմերն էլ ակտիվ են սկսել մեկնարկային րոպեներից։ Դուրգարյան, Սենեքերիմյան շարժում է առաջ։ Հետ փոխանցում։ Լավ են պաշտպանվում Տոտենհեմի ֆուտբոլիստները, թույլ չեն տալիս մրցակցին մտնել իրենց տուգանային հրապարակ։ Իսկ այս Սելտան գնդակով կարճ փոխանցումներով փորձում է առաջ շարժվել Ղուկասյան։ Հարված, թույլ էր, բայց վտանգավոր ստացվեց, դարպասապահը գեղեցիկ ցատկով գնդակը դուրս է հանում անկյունային։ Անկյունային իրացված է, կրկին Գորբադալյան։ Շարունակում է հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, բայց այստեղ կարծես թե վնասվածք է ստացել Սելտայի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է։ Գորբադալյան, իմի առանցքայի ֆուտբոլիստերից մեկը, Ալեքսանդր Սարգսյան։ Փոխանցում։ Կրկին Տոտենհեմն է գնդակով։ Փոխանցում։ Դուրգարյանը հասնում է գնդակին։ Հարությունյան փոխանցում Աչեզար։ Անում է գնդակը Տոտենհեմի ֆուտբոլիստը և հրաշալի հակագրոհ կարող է ստացվել, փոխանցում Ձախեզար, հարված։ Հրաշալի է խաղում Սելտայի դարպասապահը փրկելով դրությունը ևս մեկ հարված։ Բավականին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Եվ հիմա հերթը արդեն Սելտայինն է գրոհելու Ղուկասյան։ Երկար փոխանցում առաջ։ Հրաշալի խաղում Գորբադալյանը։ Առանցքայի ֆուտբոլիստերից մեկը։ Կրկին Բադալյան։
Այո, Սելտան կանի այսօր ամեն ինչ որպեսի վաստակի իր առաջին միավորները Winter Cup-ում։ Գիբարյանը հասնում է գնդակին և հեռացված է։ Գնդակը գեղեցիկ փոխանցում Բադալյանի կողմից։ Սաքսյան։ Սուրեն Ղուկասյանը խլում է գնդակը շարժում առաջ, բայց ստիպում է մրցակցին գնդակը դուրս բերել դաշտի սահմաններից։ Համար պայքար գնդակի համար, բայց եզրից գնդակը խաղի մեջ կմստեն Սելտայի ֆուտբոլիստները։ Հարությունյան հեռու տարածությունից հարվածում է և գնդակը շեղ է ընթանում։ Խանցումյան Գիբարյանի տեղում է, Հարությունյան, հերթական հարվածը Հարությունյանի կատարման անհաջող են ստացվում և հարված Տոտենհեմի դարպասից։ Բադալյան, սկսում է թիմի հերթական գրոհը Սարգսյան։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց փոխանցումը չի հասնում հասցեատիրոջը։ Եվ հիմա Սելտայի դարպասապահը գնդակը ուղարկի առաջ։ Հարությունյան։ Մի փոքր ընկավ բարեկամներ խաղի տեմպը։ Բավականին ակտիվորեն թիմերը սկսեցին խաղը։ Հարությունյան, փոխանցում։ Սենա Քերիմյան։ Հրաշալի է խաղում Սուրեն Ղուկասյանը, շրջանցում է հարված։ Հեռացնում է գնդակը Տոտենհեմի պաշտպանը և Տոտենհեմի հակագրոհը խաղի կանոնների խախտում Սեմյոն Մուրադյանի հետ պայքարում։ Կարծում եմ հարմար դիրք է հարվածելու համար Սեմյոն Մուրադյանն է գնդակի մոտ, ով տիրապետում է բավականին հուժկու հարվածների, հարված և ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Տոտենհեմի ֆուտբոլիստը Սեմյոն Մուրադյան 1-0 հաշիվը բացված է։ Խաղի 13-րդ րոպեին Տոտենհեմին հաջողվում է բացել խաղի հաշիվը և Սեմյոն Մուրադյանն աչքի է ընկնում բավականին հրաշալի գոլով։ Եվ հերթը Սելտային է գրոհելու, իհարկե Սելտան կանի ամեն ինչ որպեսզի հավասարեցնի հաշիվը։ Հրաշալի փոխանցում, Մուրադյան։ Հարությունյան, խացում առաջ, Սուրեն Ղուկասյանը ընդունում է գնդակը։
Գեղեցիկ փոխանցում էր Սենեկ Երեմյան, վտանգավոր է, հարված, գոլ, Արամ Ենգիբարյան 1-1, Ընդամենը 1 րոպե անց Սելտային հաջողում է հավասարեցնել հաշիվը և Արամ Ենգիբարյանը կարողանում է հավասարեցնել հաշիվը Այնքան մեծ է հաղթելու ցանկությունը երկու թիմերի մոտ են Տուգանային արված խաղարկում են Ենգիբարյան Անկյունային հարվածի իրավունք են վաստակել Սելտայի ֆուտբոլիստները Փոխանցում Հրցունյան հարված փակում են հարվածի ճանապարհը Սենեկ Երեմյան Հրաշալի հարված էր և 2-1 2-1 Արամ Ենգիբարյանն այս անգամ աչքի է ընկնում գոլային փոխանցմամբ Ավետիս Դուրգարյանը առաջ է մղում իր թիմին Ընդամենը 3 րոպեների ընթացքում Սելտային հաջողում է առաջ անցնել հաշվի մեջ Բադալյան փոխանցում առաջ Թվում է գնդակը Հարությունյանը Շարժում է առաջ Դուրգարյան Գրոյողությունը տեղափոխում է Աչեզար Ուժեղ էր փոխանցումը Եվ հարված Տոտենհեմի դարպասից Դուրգարյան, Ղուկասյան, հրաշալի, կոմբինացիա հարված Հարվածը թույլ էր, բայց վարպետորեն փորձեց Դուրգարյանը այս անգամ գրավել դարպասը, բայց դարպասապահը իր տեղում էր Սենեկ Երեմյան խաբս է տալիս Փոքր դանդաղեց Սելտայի ավակը և կորցնում է գնդակը Հիմա տեսնենք Տոտենհեմի հակագրոհը հրաշալի խաղում Վտանգավոր կարող է ստացվել Մուրադյան հարված և խաղի կանոնների խախտում Բավականին վտանգավոր դիրքում Տոտենհեմը ստանում է Տուգանային հարվածի իրավունք և կրկին այո Գնդակի մոտ Սեմյոն Մուրադյանն է տեսնենք կարողանա երկրորդ անգամ Տուգանային հարվածից գրավել Սելտայի դարպասը թե ոչ Բավականին
մոտ տարածությունից կարողանա Մուրադյանը գրավել դարպասը, Մուրադյան հարված պատկազմած ֆուտբոլիստ իր վրա է ընդունում հարվածը և վնասված ստանում Հուսանք վնասվածքը լուրջ չի լինի ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը իրոք բավականին հուշկու հարված ստացվեց և Սելտայի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա Բուլղարիան տեսավ ազատ դիրքում գտնվող Ղուկասյանին շարժում է առաջ բայց խլում են գնդակը Ղուկասյանից հիմա Տոտենհեմի արագ հարկագրոհը ուժեղ փոխանցում չհասավ խաղարկերը փոխանցմանը Եզրային նետում, Հունգիբարյան, փոխանցում Սենեկերի միակ ստանում է կենտրոնում գնդակը, փոխանցում Աչեզր Կորցրեց գնդակը ավետից Դուրգարյանը Սակայն վարկյանների անց գնդակը կրկին հայտնվում է Սելտայի մոտ Փոխանցում Անհաջող փոխանցում էր Չկարողացավ հասնել գնդակին Դուրգարյանը Ուժեղ պատասխան փոխանցումն ուժեղ էր Եվ կրկին Սելտան եզրից կնետի գնդակը խաղի մեջ Հայո արդեն առաջին խաղակեսում գոլառատ խաղ 3 գնդակ խփված Եվ իհարկե համար պայքար Հարությունյան Չկարողացավ ընդունել գնդակը Տոտենհեմի ֆուտբոլիստը Փոխանցում առաջ Մուրադյան Հրաշալի փոխանցում էր Հարված և գոլ Գոլ բարեկամներ կրկին հաշիվը հավասար է 2-2 Արամ Եսայան 2-2 Վտանգավոր դրություն է
Այո, խաղն անցնում է հետաքրքիր գոլառատ եւ իհարկե հավասար պայքարում փոխանցում դարացված է գնդակը Սենեկերիմյան Սենեկերիմյան Եվ փոխանցում Հարված Բադալյան Դուրգարյան Խաղի կանոնների խախտում Դավիթ Հարությունյանի հետ պայքարում Անջելը Սենեկերիմյանը Հրաշալի կոմբինացիա է Մուրադյանը ստանում է գնդակը Բայց պատասխան փոխանցումն անհաջող էր Մուրադյան Փոխանցում է պետք կատարել, այդպես էլ անում է Մկրչյան Վտանգավոր դրություն է Հարված և գոլ Կրկին Արամ Եսայան Եվ բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտվում է, առաջին կեսից հետո Տոտենհեմը առջևում է 3-2 հաշվով, այս պայն կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Afeli Winter Cup-ի երկրորդ տուրի Celta Tottenham հանդիպումը արդեն սկսված է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Tottenham-ը հաղթում է 3-2 հաշվով գոլառատ առաջին խաղակես ունեցանք Դիտարժան բովանդակալից Եվ իհարկե բնականաբար առաջին կեսն անցավ դրամատիկ պայքարում Երբ հաշիվը 2-2 էր և ընթանում էր հանդիպման վերջին վարկյանները Տոտենհեմին հաջողում է գրավել Սելտայի դարպասը և ընդմիջման գնալ հաղթողի կարգավիճակում Արամ Եսայանի դուբլը դեռևս հաղթանակ է պարգևում դեռևս Տոտենհեմին Տոտենհեմի երրորդ գոլը խփել է Սեմյոն Մուրադյանը Առաջին գոլը Սեմյոն Մուրադյանը, ապա Արամ Եսայանի դուբլը հաջորդեց Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը բարեկամներ Մուրադյան Կնում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստը, Սենեկերիմյան ստանում է գնդակը և շարժում առաջ Վտանգավոր կարող է ստացվել և ինչ է անում Գարիկ Սենեկերիմյանը Հանաչող հարված էր Կասյան Հասնում է գնդակին Դավիթ Հարությունյանը Կասյան փոխանցումը պետք է կատարել Իհարկե սա դեռ վերջը չէ
Սելտան քանի ամեն ինչ որպեսի հավասարեցնի հաշիվը փոփոխություն Սելտայի կազմում Ջան Էկա Ուրաջան Չզուկոսնում սպառնալիքը, բայց գրո շարունակվում է և անկյունային հարված Փոխանցում, հեռացված է գնդակը Չասավ Գնդակին Սարիկելիմյանը փոխանցում Մադալյան Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Փոխանցման այնտեղ ոչ որ չէր սպասում, սակայն ընթացքում ճանապարհին գնդակը դիպել էր Սելտայի ֆուտբոլիստին, եզրային նետում Բադալյան ստանում է գնդակը կենտրոնում և դարպասապահի բարձուկտերի վրա է Սելտան է գնդակով Արությունյան չհասկացան միմյանց Սելտայի ֆուտբոլիստերը Հարկում են Տուգանայինը Փոխանցում Արվածը բավականին բարձր ընթացավ Մոքսյան Արվածում է դարպասին և աստակում անկյունային արվածը իրավունք Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված և գոլ, հաշիվը հավասար է 3-3 Կրկին գոլի հեղինակ է դառնում Արամ Ենգիբարյանը Հայո կրկին հաշիվը հավասար է Արամ Ենգիբարյանը դառնում է դուբլի հեղինակ Ինչպիսի հայլուն հանդիպման ականատես ենք լինում բարեկամներ և խաղի կանոնների խախտում Բավականին հեռու է հարվածելու համար սակայն Երբ գնդակի մոտ Սեմյոն Մուրադյանն է նրա համար չկա տարածություն կարող է այստեղից ևս հարվածել դարպասին քանի որ տիրապետում է բավականին հուժկու հարվածների Հարված և բարձր են տանում հարվածը
Երկար փոխանցում առաջ Ղուկասյան չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Սելտայի ֆուտբոլիստը եւ հարված Տոտենհեմի դարպասից Տանգավոր կարող է ստացվել Շուտ տղե Սելտան կփորձի զարգացնել իր հերթական գրոհը Ղուկասյան Փոխանցում հարված եւ ինչպիսի դիրքից է վրիպում Բոքսյանը Սենեկերիմյան ստանում է գնդակը Արությունյան հարված հեռացնում է գնդակը դարպասապահը Մկրտչյան խապսը տալիշը սլանում է առաջ Վարդան Մկրտչյանը և կորցնում գնդակը Ղուկասյան չստացվեց այս գրոհը չստացվեց Սելտայի Մադալյան ուղարկում է առաջ դեպի Սեմյոն Մուրադյանը ով հրաշալի կերպով ընդունեց գնդակը Մադալյան հրաշալի փոխանցում էր Վարդան Մկրտչյան հրաշալի է խաղում և խաղի կանոնների խախտում դեղին քարտ է ստանում Սելտայի ֆուտբոլիստը Եվ Սեմյոն Մուրադյանն է գնդակի մոտ բավականին վտանգավոր դիրք Ստենք հարված հակում են հարվածի ճանապարհը Իլում է գնդակին դարպասապահ և այն անմիջապես ուղարկում առաջ Սեմյոն Մուրադյան հապաղվել է խաղադաշտի ձախ եզր և Սենեկերիմյան սլանում է առաջ արագ հակագրոհ Սելտայի կողմից տեսնենք խաղի կանոնների խախտում չկա ցույց է տալիս մրցավարը Բայց վարկյանն իրանց լսում ենք Սոլիչը Մրցավարը ինքը կարծում եմ գալ և դիտել դրվագի կրկնապատկերը ապա նոր կայացնել որոշում Ոչ որոշումը հստակ է տուգանային հարված
Սուրեն Ղուկասյանն է գնդակի մոտ։ Հրաշալի հնարավորություն հաշվի մեջ առաջ անցնելու համար Ղուկասյան փոխանցում հարված ևս մեկ հարված եւ բավականին բարձր է ընթանում հարվածը Քերիմյանը ստանում է գնդակը, Հարությունյան, Բոքսյան, հետ փոխանցում դեպի դարպասապահը հեռացնում է։ Սելտանը գնդակով Ղուկասյան Զախեզոր շարժում են առաջ Սենե Քերիմյան անմիջապես շրջափակեցին Սելտայի ֆուտբոլիստներին և խլեցին գնդակը հարված Ենգիբարյանը եզրից կնետի գնդակը խաղի մեջ խանցում Հարված և գոլ Գոլ բարեկամներ 4-3 Սելտան առաջ է անցնում հաշվի մեջ Հայոց Սելտան առջևում է, հաշվի մեջ Արամ Ենգիբարյանը կատարում է հերթական գոլային փոխանցումը և գոլի հեղինակը Ավետիս Դուրգարյանն էր 4-3 7 գնդակ այսօրվա խաղում Մուրադյան Եզրից Տոտենհեմ կնետի գնդակը խաղի մեջ Ջան Հրաշալի փոխանցում էր և կրկին Եզրային նետում Հայո հիմա Տոտենհեմը կանի հնարավոր և անհնարին է որպեսզի կարողանա կրկին հավասարեցնել հաշիվը Փոխանցում Խառը իրավիճակ է, բայց չեզոքացնում է սպառնալիքը Սելտայի ֆուտբոլիստները Հասնի գնդակն, այո, հասնում է Տոտենհեմի ֆուտբոլիստը հապս է տալիս Մկրճան փոխանցում Հրաշ շարունակվում է Խլում է գնդակը Սուրեն Ղուկասյանը, հրաշալի է բայց պատասխան փոխանցումն անհաջող էր և հիմա տեսնենք Տոտենհեմի արագ հակակրոհը
Սեմյոն Մուրադյան հեռացված է գնդակը չկար խաղի կանոնների խախտում Բադալյան արված և հրաշալի է խաղում Սելտայի դարպասապահը փրկելով դրությունը Բոքսյան Հուկասյանը ստանում է ձախ եզրում գնդակը Սենեքերիմյան Տեսնենք ինչ ընթացք ունենա Սելտայի այս գրոհը Երբ փոխանցում է ծանրաջող էր Ուղիղ Սեմյոն Մուրադյանի ոտքին փոխանցեց գնդակը Արված Քիչ էր մնում Արամ Եսայանը հետրիկի հեղինակ դառնար Բոքսյան Խաղի կանոնների խախտում այստեղ Վնասվածք է ստացել Արամ Եսայանը Հարված ստացավ ոտքին Հուսանք լուրջ չի լինի վնասվածքը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Հուկասյան Չարուցուլյանը գնդակով Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին Սելտան հաղթում է 4-3 հաշվով Սենեքերիմյան Հաղթում են կանոնները Սեմյոն Մուրադյանի հետ պայքարում և կրկին տուգանային արված և կրկին գնդակի մոտ այո Սեմյոն Մուրադյանն է համար 14 Կարողանա արդյոք Սեմյոն Մուրադյանը հավասարեցնել հաշիվը իր թնդանոթային հարվածով Մուրադյան հարված և հիմա էլ հորիզոնական դարպասաձողը փրկեց Սելտային դարպասապահ հեռացրեց գնդակը դիպավ դարպասաձողին Խանցում առաջ Բադալյան Արամ Եսայան Տանգավոր է և եզրային նեկում ոչ անկյունային հարված գնդակը դուրս է Անկյունային հարված Տոտենհեմն է իրացնում անկյունայինը
Փոխանցու։ Հեռացված է գնդակը։ Եվ Սուրեն Ղուկասյան հնարավորություն է ստանում շարժվելու առաջ խապս է տալիս։ Հարված փակում են Հարվածի ճանապարհը։ Կրճան անաջող փոխանցում էր Ռաստել է պետք շատ քիչ ժամանակ խաղի ավարտին Սելտա Տոտենհեմ 4-3 սա Winter Cup-ի երկրորդ տուրի հանդիպում է Ղուկասյան հրաշալի փոխանցում է Անկյունային արված բոքսյանն է իրացնում անկյունայինը Փոխանցում Կրճան Գրողությունը տեղափոխում է վտանգավոր դրություն է Հրաշալի խաղաց Սելտայի դարպասապահը Եվ հերթական անկյունայինը կիրացնեն Տոտենհեմի խաղացողները Փոխանցում Անհաջող փոխանցում է Սելեկելիմյան փոխանցում է դեպի բոքսյանը Եզրային նետում հրաշալի է խաղում Սուրեն Ղուկասյանը Ուրաջյան Արամ Եսայան Խառը իրավիճակ է Սելտայի տուգանային հրապարակում Եսայան Փոխանցում Եվ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտված է Սելտան դրամատիկ պայքարում կարողանում է հաղթել Տոտենհեմին 4-3 հաշվով Շնորհավորում եմ Սելտայի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ Եվ մենք էլ բարեկամներ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը մինչ նոր հանդիպում